Բարև, ողջունում ենք ձեզ մեր նախագծային թիմի տեսահոլովակում։ Այսօր կխոսենք բարեգործության եւ կամավորության մասին, ինչու են դրանք կարեւոր մեր համայնքի համար եւ ինչպես կարող ենք բոլորս մեր ներդրումն ունենալ։ Մենք նախագծային թիմի անդամներս միասին ենք պատրաստել այս տեսահոլովակը եւ ուրախ ենք ներկայացնել այն ձեզ։ Բարեգործությունը սրտացավ հայացքի լեզուն է, երբ ձեռքը տալիս է, բայց հոգին նվիրում է։ Այն ժպիտ է մանկան դեմքին, հույս դժվարության մեջ գտնվողի աչքերում եւ լույս մթության մեջ։ Բարեգործությունը միշտ չէ, որ մեծ գործ է, երբեմն պարզապես մեկ բարեհամբույր խոսք է, որ փրկում է օրվա ջերմությունը։ Դա այն կախարդական ուժն է, որ վերածում է սովորական մարդուն հրաշագործի, փոխելով ոչ միայն ուրիշների, այլև իր սեփական աշխարհը։ Ինչ է կամավորությունը։ Կամավորությունը ինքնական մասնակցություն է որևէ հասարակական կամ համայնքային նախաձեռնությանը։ Դա կարող է լինել ծառատունք, քաղաքի մաքրում, տարեցիներին օգնել կամ նույնիսկ պարզապես հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել երեխաների համար։ Ինչու է դա կարևոր։ Փոքր քայլերը կարող են մեծ փոփոխություն բերել։ Երբ մարդը տեսնում է, որ ինչ-որ մեկը իր կողքին է կանգնած, նա ավելի ուժեղ ու վստահ է զգում իրեն։ Բարեգործությունն ու կամավորությունը ոչ միայն օգնում են մյուսներին, այլև դարձնում մեզ ավելի բարի, միասնական եւ պատասխանատու մեր շրջապատի նկատմամբ։ Ինչպես կարող ենք մասնակցել։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ կամավոր։ Կարելի է միանալ տեղական նախաձեռնություններին, դպրոցում կազմակերպել բարեգործական ակցիաներ կամ պարզապես օգնել շրջապատող մարդկանց։ Ինչ է բարեգործությունը։ Բարեգործությունն այն է, երբ որ մենք աջակցում ենք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, առանց որևէ սպասելիքի։ Դա կարող է լինել սննդի, հագուստի կամ այլ օգնության տրամադրում, կամ պարզապես ուշադրություն ու հոգատարություն, մենակյաց ու անպաշտպան մարդկանց նկատմամբ։ Ահա փոքրիկ պատմված կամավորության եւ բարեգործության մասին։ Անին փոքրիկ գյուղում ապրում էր եւ միշտ ուզում էր օգնել ուրիշներին։ Մի օր նա տեսավ ծերուկի, ով դժվարանում էր տուն հասնել, եւ օգնեց նրան։ Այս քայլը փոքրիկ սկսնակ էր, բայց անին շարունակեց օգնել մարդկանց, տնային աշխատանքներում, սնունդ բերելով եւ նրանց ժամանակ տրամադրելով։ Մի քանի ամիս անց նա դարձավ գյուղում հայտնի բարեգործ, բայց նրան ավելի կարեւոր էր, որ օգնում էր մարդկանց եւ անում էր այն, ինչ ճիշտ էր։ Մենք նախագծային աշխատանքի մասնակիցներս համոզված ենք, որ բարի գործերը փոխում են աշխարհը։ Եկեք չսպասենք հատուկ առիթների օգնելու համար։ Ամենափոքր քայլը կարող է մեծ ազդեցություն ունենալ։ Շնորհակալություն տեսահոլովակը դիտելու համար։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, թողեք մեկնաբանություն եւ կիսվեք ձեր գաղափարներով, ինչպես կարող ենք բարելավել մեր համայնքը։